Ես այսօր ոգեշնչված եմ եւ նաեւ Սուրբ զայրույթով զարյարցած։ Հալելույա։ Եկեղեցի իմացիր մի բան, եթե սատանային հաջողվի գողանա, եթե սատանային հաջողվի լռեցնի կամ գողանա, եկեղեցու ձայնը, նա կգողանա ու կտանի նրա ամեն ունեցվածքը։ Սատանայի նպատակն է, որ գողանա եւ լռեցնի քո ձայնը։ Դրա համար ես երբեմն չափից մի քիչ փորձում եմ ավելի աղմկոտ լինել, ավելի այսպես չգիտեմ, որովհետև ես հավատում եմ, որ Աստված երբ որ որոտաց ու թշնամիները փախան, գիտես, նրա որոտմունքը սենց շշուկի նման չէր։ Նրա որոտմունքը շշուկի նման չէր։ Աստված, որ ապրում է բարձրերում եւ դրա հետ միասին խոնարհների հետ է լինում, նրանց սրտի մեջ է բնակվում, նա ուզում է, որ իր ժողովուրդը խոնարհվի եւ Աստծո խոսքը հեղինակություն դարձնի իր կյանքի մեջ։ Ամեն։ Դրա համար ես այսօր խոսելու եմ մի կարևոր թեմա եւ խոսելու եմ մի բանի մասին, որ մի քիչ այսպես պետքա լուսավորի, լույս սփռի մեր մտքի եւ մեր սրտերի մեջ, որպեսզի մենք հասկանանք ինչպես կարելի է քայլել, որպեսզի սատանան հաջողություն չունենա, իսկ Աստված փառավորվի այդ ամենի մեջ։ Եթե քեզ հետաքրքիր է, կարող ես մնալ մինչև հավաքույթի վերջ։ Հալելույա։ Շնորհակալություն երկու ամենի համար։ Հալելույա։ Նրանք թեմայի մեջ են։ Մի խոսք եմ ուզում կարդալ, մի փոքրիկ առակ եմ ուզում ընթերցել, միասին նայենք լսենք այս առակը եւ հետո ես կխոսեմ այն վերնագիրը, որի մասին քարոզելու եմ։ Մի երիտասարդ աղոթում էր, որ Աստված իրեն արագ բարձրացնի։ Գիտես, ինձ թվում է այս երիտասարդը հայ է եղել։ Ինքը սիրում է շուտ։ Հիմա երեք էր պետք, բայց լավ, որ երեք չունեի, հենց հիմա գոնե։ Սպասելու ժամանակ չկա, շատ արագ։ Երևի դու քո խնդիրների պատասխանը նույն ձև ես սպասում, չէ՞։ Քո խնդիրները, ով կուզեր իր խնդիրը երեք լուծված ելներ արդեն։ Փաստորեն այս երիտասարդի պես մտածողներ էլի կան։ Մի երիտասարդ աղոթում էր, որ Աստված իրեն արագ բարձրացնի հոգևոր կյանքի մեջ։ Եվ օրերից մի օր նա տեսնում է մի ծերունու, որ քայլում էր լեռը բարձրանալու համար։ Լեռը բարձրանալով քայլում էր։ Ինչպես կարող ես այդքան բարձրանալ առանց հոգնելու, հարցրեց երիտասարդը ծերունուն։ Ծերունուն ժպտաց եւ ասեց. Ես միշտ ներքև եմ նայում, թե որտեղ պետք է իմ ոտքերը դնեմ եւ հաջորդ քայլս որը պետք է լինի։ Եվ նա նաեւ ավելացրեց. ով նայում է ներքև, նա կարողանում է վերև հասնի, բայց ով նայում է միայն վերև, շատ շուտ գլորվում եւ ընկնում է, վայր է ընկնում։ Հալելույա։ Այսօրվա իմ քարոզի վերնագիրն է. խոնարհվիր, որ բարձրանաս։ Խոնարհվիր, որ բարձրանաս, որովհետեւ գիտես, մենք բոլորս ուզում ենք բարձրանալ։ Մենք ուզում ենք բարձրանալ ֆինանսների մեջ, մենք ուզում ենք բարձրանալ ծառայության մեջ, մենք ուզում ենք բարձրանալ ընտանիքում, մենք ուզում ենք բարձրանալ աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, ամենտեղ մենք ուզում ենք բարձրանանք, մենք ուզում ենք լավը, եւ դա նորմալ է։ Դա նորմալ է, որովհետեւ դու Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված անհատ ես, եւ քո մեջ կա այդ պոտենցիալը լավագույնին ձգտելու։ Քո Աստծո ճաշակն ունես դու։ Դու լավագույնին ձգտելու ճաշակ ունես, բայց որպեսզի կարողանաս բարձրանաս, քեզ պետք է խոնարհվել։ Քեզ պետք է խոնարհվել եւ հասկանալ, որ կան բաներ, կան ճանապարհներ, որ երբեմն գալիս են մեր կյանքի մեջ, որպեսզի մենք խոնարհվել սովորենք։
Երբեմն ես, երբ որ ետ եմ նայում իմ կյանքի այն ճանապարհներին, որոնցով որ ես անցել եմ կամ անցնում եմ այսօր, ես տեսնում եմ բնագավառներ, ես տեսնում եմ իրավիճակներ, որտեղ որ ես խոնարհվելու կարիք ունեմ։ Դուք ասես ինչին պետք է խոնարհվենք։ Իշխանությանը, չգիտեմ, օծյալին, չգիտեմ, մեկ այլ ուրիշ տնտեսությանը, կուռքերին, ինչին պետք է խոնարհվենք։ Մենք այստեղից երկրպագում ու փառավորում ենք, մեծարում ենք Աստծո անունը, Աստծո խոսքը դնում ենք ավելի բարձր։ Մենք երգում ենք նրա մեծության մասին, բայց երբ գալիս է խոնարհվելու պահը, մենք ասում ենք Տեր, ես այս հարցը ավելի լավ գիտեմ, ոնց պետք է լուծեմ։ Ես այս հարցին իմ լուծման տարբերակն ունեմ։ Եվ դա հենց արդեն իսկ մեզ տանում է, թեքում է այն ճանապարհից, որը որ պետք է մեզ հաղթանակ ունենալու համար։ Ցանկացած իրավիճակում ես համոզվել եմ իմ կյանքում, ամեն սայթակումները, երբ որ վերլուծել եմ, ես հասկացել եմ, որտեղից ես սայթակեցի, որտեղից ես վայր ընկա։ Վերլուծելով հասկացել եմ, որ Սուրբ Հոգուն չհնազանդվեցի։ Աստված ինձ ասում էր՝ սա արա, բայց իմ ուղեղը, իմ մտածելակերպը, իմ բանականությունը, իմ ներսի մարդը գոռում եւ ասում էր՝ դու եթե դա անես, չի հաջողվի։ Ոչ մեկ այդպես չի անում, այնպես որ այս ճանապարհով գնա։ Եվ ես գնացել եմ ու սայթակել եմ։ Այսօր ես դրա մասին եմ խոսելու, որ ես ու դու չսայթակենք, որ ես ու դու չգլորվենք, որ ես ու դու չկորցնենք, որ ես ու դու չպարտվենք, այլ հաղթանակ ունենանք, որովհետև դա է Աստծո կամքը, ամեն։ Եսայի 57-րդ գլուխը այսպես է ասում բարձրը եւ բարձրյալը, հավիտենականության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձունքներում եւ սուրբ տեղերում, բայց բեկված եւ խոնար հոգի ունեցող մարդու հետ եմ լինում։ Եթե դու ուզում ես քո կյանքի իրավիճակների մեջ Աստված քո հետ լինի, սիրելիս, ոչ մի հաջողություն, ոչ մի կարգավիճակ թող քեզ չբերի այն հպարտության զգացողությունը, որ դու ես դա արել, որ դու հասել ես դրան քո խելքի, քո հնարքի, քո շնորհքի, քո ճարպկության կամ մեկ այլ բանի պատճառով։ Միշտ հիշիր ով քեզ բարձրացրեց այդտեղ, որտեղից քեզ Աստված բարձրացրեց այդտեղ կարգեց, որովհետև Աստվածաշունչը ասում է ես բնակվում եմ նրանց հետ ովքեր խոնար են հոգով։ Խոնար հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսի վերակենդանացնեմ խոնարների հոգին եւ բեկվածների սիրտը։ Գիտես, մենք նայելու ենք մի քանի նոր ուխտի համարներ եւ եւս կփորձենք ժամանակի մեջ կտեղավորվենք եւ կնայենք հին ուխտից, որովհետեւ հին ուխտը մենք գիտենք, որ դա նոր ուխտի ստվերն է։ Որպեսի հասկանանք ավելի լավ նոր ուխտը, հա, կարելի է նայել հին ուխտին ու տեսնել ինչեր է կատարվում այնտեղ։ Եվ նույն ճիշտ հակառակը։ Նրանք իրար հետ շատ կապված են։ Նրանք տարբեր աստվածների մասին չի։ Եվ երբ որ նայում ես հին ուխտին, դու տեսնում ես ինչքան կոտորած, ինչքան արյուն, ինչքան ազգեր, ցեղեր, ինչքան, չգիտեմ, ինչքան արյուն է թափվում, ինչքան պատերազմներ։ Նայում ես նոր ուխտի մեջ, չկա այդպիսի բաներ։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ այն ինչ որ կատարվում էր հին ուխտում, այսօր տեղափոխվել է մի ուրիշ դաշտ, չերևացող դաշտ, հոգևոր դաշտ, նոր ուխտ։ Այդ նույն պատերազմը գնում է, սիրելիս, այն ինչ որ հին ուխտում կատարվում էր։ Այդ նույն թշնամիները կան, որոնք որ փորձում են գան, հարձակվեն, գողանան, սպանեն, կորցնեն։ Հովհաննես 10:10, հա, գողը գալիս է գողանալու համար, սպանելու, կորցնելու, բայց Հիսուսը եկա, որ մենք կյանք տա ավելցուկով։ Մենք գիտենք, որ Աստված մեզ տվել է այդ խոսքերը, բայց երբ որ պատերազմի մեջ ենք լինում, երբ որ հայտնվում ենք այդ թեժ կրակի այդ կիզակետում, մենք չգիտես ինչի փորձում ենք Աստծո խոսքի փոխարեն գնալ մեր բոլոր այն նախկինում պաշտած կամ մեր իմաստությունով իմացած հնարքներին ենք դիմում։ Նրանց ենք դիմում, ինչ որ մեր միտքն է մեզ առաջնորդում։ Եվ դրա պատճառով շատ քրիստոնյաներ այսօր, շատ եղբայրներ, շատ քույրեր այսօր հայտնվել են կապանքների մեջ, հայտնվել են
տարբեր տեսակի խնդիրների մեջ եւ այդպես էլ չեն կարողանում դուրս գալ։ Խնդիրը նրանում չի, որ նրանք չեն սիրում Աստծուն։ Խնդիրը նրանում է, որ նրանք չեն խոնարհվում Աստծո խոսքի տակ։ Խնդիրը նրանում է, որ նրանք Աստծո խոսքը հեղինակություն չեն դնում իրենց համար, այլ իրենք իրենց իմացածով են փորձում շարժվել։ Ամեն։ Հակոբոս 4-րդ գլուխը այսպես ասում. Աստված հպարտներին հակառակվում է։ Ինչ է հպարտությունը։ Հպարտությունը դա բոլորից քաչ հայտնի մի հատ բնավորության գիծ է։ Այստեղ չկա մեկը, որ չիմանա հպարտությունն ինչ է։ Եթե կա այդպիսի մեկը, որ չգիտի հպարտությունն ինչ է, մենք կարող ենք հենց հիմա աղոթել նրա համար, որ ազատագրվի ստի ոգուց։ Ամեն մարդ գիտի հպարտությունն ինչ է։ Ամեն մարդ իր հայերեն սենց կներեք այս բառը պետք ասեմ իմաստը լավ փոխանցելու համար։ Իր ջանի ղադրը գիտի։ Հասկացաք ինչ ասեցի։ Ամեն մարդ գիտի ինքը ինչ է ուզում, իր համար որն է լավ։ Իր սիրտը ինչ է ուզում, ինքը ինչ շոր, ինչպիսի մեքենա, ինչպիսի կահույք, ինչպիսի տուն, ինչպիսի կին, ինչպիսի ամուսին եւ այլ, այդ բոլոր այդ բաները, խաղալիքները, հա, այդ տոնածառի պես այդ զարդարանքները ինքը գիտի։ Բայց Աստվածաշունչը ասում է, Աստված հպարտներին հակառակ է կենում։ Ոչ թե ասում է մի ունեցիր այդպիսի բաներ, այլ հպարտությանն է Աստված դեմ։ Երբ որ դու Աստծո խոսքը դնում ես մի կողմ եւ ասում ես ես գնացի այս ճանապարհով, ես ուզում եմ այս մի բանը։ Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ 7-րդ խոսքը ասում է. հնազանդվեք Աստծուն եւ դիմադրեք սատանային ու նա կփախչի ձեզանից։ Քանի անգամ է եղել քո աղոթքի կյանքում, երբ որ դու ուղղակի հակառակվել ես, դիմադրել ես, փորձել ես դեմ կանգնել սատանայի հնարքներին եւ այդպես էլ այդ խնդիրը չի լուծվել կամ մասամբ լուծվել։ Պատճառը նրանում է, որ նախ եւ առաջ ես ու դու պետք է հնազանդվենք Աստծուն, որտեվ առանց Աստծուն հնազանդվելու, երբ որ հակառակվում ենք թշնամուն, դա մեզ օգուտ չի բերում։ Նա ուղղակի կողքից նայում եւ ծիծաղում է։ Նա կանգնում է եւ ասում է. շարունակի ժամանակ ծախսել, որովհետև դու հնազանդ չես, դու հպարտ ես ինպես, դու քո սրտի ուզածն ես անում, ոնց կարող ես ինձ դեմ կանգնել։ Ոչ մի արքայություն ինքն իր մեջ չի կարող բաժանվի։ Ամեն։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք, որ լույսի եւ այդ խավարի պատերազմը միշտ կա, եւ մենք որպեսզի այդ լույսի ու խավարի պատերազմով կարողանանք առաջ շարժվենք եւ հաղթանակներ ունենանք, մենք պետք է հրաժարվենք խավարի գործերից։ Մենք պետք է հրաժարվենք այդ հպարտություններից։ Մենք պետք է մեր անձը խոնարհացնենք Աստծո ձեռքի տակ, Աստծո խոսքի ներքո, որովհետեւ այդ ժամանակը, որ եթե մոտենանք Աստծուն, 8-րդ խոսքը, ասում է, եթե մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ, մաքրեք ձեր սրտերը, մեղավորներ, երկմտողներ, ձեր սրտերը մաքրեք, սքացեք, լացեք, ձեր ծիծաղը թող սուքի վերածվի, ձեր ուրախությունը տրտմության, երբ որ մեղավոր ես, այսինքն զղջացող սիրտ ունեցի, որովհետև խոնարհվելուց հետո խոնարհվեք Տիրոջ առաջ, նա ձեզ կբարձրացնի։ Գիտես, իմ ու քո համար կարևոր ճշմարտություն պետք է հանդիսանա Աստծո խոսքը։ Գերագույն ճշմարտություն, հեղինակություն պետք է լինի։ Եթե ես նայում եմ իմ կյանքի իրավիճակներին եւ տեսնում եմ իմ ընտանիքում խնդիր, տեսնում եմ իմ ֆինանսների մեջ խնդիր, իմ առողջականի մեջ խնդիր, տեսնում եմ իմ աշխատանավայրում խնդիր, իմ ուսումնական վայրում խնդիր, մարդկանց հետ փոխհարաբերության խնդիր, մեջ խնդիր, երբ որ տեսնում եմ խնդիրներ, ես ունեմ այստեղ ընդամենը մեկ հնարավորություն, ինչ պետք է անեմ ես։ Ես պետք է նայեմ այդ ամենին եւ հաշտվեմ դրա հետ, թե ես պետք է որոշում կայացնեմ, ոչ թե այդ ամենին նայեմ, այլ նայեմ Քրիստոսին, նայեմ խաչին ու մտածեմ, ով եմ ես Քրիստոսի մեջ, ինչ ունեմ ես Քրիստոսի մեջ, որովհետև եթե դու Քրիստոսի մեջ հասկանաս ով ես դու եւ ինչ ունես, եթե դու սկսես դրանք կանչել քո կյանքի մեջ, սատանան ստիպված է լինելու քայլ առ քայլ հեռանա։ Աստվածաշունչը ասում է, եթե գողը բռնվի, 7 անգամ ավել պետք է վերադարձնի։
Ես գիտեմ, որ սատանան ամեն մեկի կյանքի բնակավարների մեջ որոշակի հաջողություններ ունի։ Եվ այդ հաջողությունները միգուցե ինչ-որ մեկի ամուսինը, միգուցե ինչ-որ մեկի երեխան, ինչ-որ մեկի ֆինանսները, ինչ-որ մեկի առողջությունը, ինչ-որ մեկի տան խաղաղությունը, ես չգիտեմ։ Երբ որ խոսքը ասում է գողը բռնվի, երբ որ դու հասկանում ես ինչումն է խնդիրը, դա նման է նրան, որ դու բացահայտել ես արդեն գողին։ Դա նման է նրան, երբ որ դու ասում ես սատանա, ես հասկացա, դու որտեղից ես փորձել մուտք գործես իմ տուն։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, եթե զորավորին գողը չկապի, նա չի կարող մտնի ու թալանի իր տունը։ Ուրեմն թուլացել ես, ուրեմն տկարացել ես, ուրեմն ինչ-որ մի պա քնով ես անցել, ինչ-որ մի պա ուշադրությունդ շեղվել է կարևոր քո գանձերից, որոնց որ Աստված տվել է քեզ, քո աղոթքների կյանքում, քո աղոթքի սենյակում։ Աստծո խոսքը ասում է, երբ որ գողը բռնվի, երբ որ դու բացահայտում ես, քեզ պետք է ուղղակի դրա մասին աղաղակել երկնքին։ Մի թարգմանություն, երբ որ ես նայում էի մի ժամանակ այսպիսի բանի հանդիպեցի, հիմա չեմ հիշում տեղը, ինչ է թարգմանաբար նշանակում աղոթք։ Գիտեք ինչ է նշանակում։ Աղոթք ոչ միայն նշանակում է խոսակցություն Աստծո հետ, այլ նաև նշանակում է դատ վարել։ Երբ որ դու քո դատը ներկայացնում ես Աստծուն, երբ որ դու գողին բռնում ես ու քո դատը ներկայացնում ես Աստծուն, պահանջում ես արդեն որպես սեփականատեր, որպես իրավիճակի այդ մեջ գտնվող մեկը, կոնկրետ գործի մեջ տուժված կողմ, դու հայց ես ներկայացնում երկնքին եւ ասում ես Տեր, թեկուզ ես քնել եմ, ես զղջում եմ, ես ապաշխարում եմ, ես թույլ եմ տվել, բայց հիմա Տեր, խնդրում եմ վերականգնես։ Ես խոնարհվում եմ քո ձեռքի տակ։ Խոսքը ասում էր նոր կարդացինք, որ Աստված վերակենդանացնում է, վերականգնում է խոնարհների կյանքը, հոգին։ Երբ որ դու բացահայտում ես ինչ է սատանան քեզանից գողացել, դու այդ դատը տալիս ես Աստծուն եւ ասում ես Տեր, այս իրավիճակի մեջ ես հիմա խոնարհվում եմ եւ ուզում եմ որ քո խոսքը կատարված լինի։ Ես ուզում եմ որ քո արքայությունը գա եւ սատանայի բոլոր գողացված բաները ետ վերադառնան ինձ 7 անգամ ավելցուկով, ինչպես որ քո խոսքն ասում։ Գիտես Հիսուսին, երբ որ սատանան մոտեցավ եւ նրան փորձում էր հարցակվումներ էր գործադրում եւ փորձում էր նրան շեղել Աստծո ծրագրից, Հիսուսը մի զենք ուներ։ Դա Աստծո խոսքն էր։ Հիսուսը վերցնում էր Աստծո խոսքը եւ ասում էր սատանա գրված է։ Գրված է, գրված է, գրված է։ Սա օրինակ է իմ ու քո համար։ Հիսուսը չէր ասում ես մտածում եմ։ Հիսուսը չէր ասում իմ մարմինը ցանկանում է, սոված է, քաղցած է։ Հիսուս ասում էր գրված է սատանա։ Ես հնազանդեցրել եմ ինձ Աստծո խոսքի տակ։ Աստված լինելով նա իրեն խոնարհեցրեց հենց իր խոսքի առաջ եւ դրա պատճառով Աստված նրան բարձրացրեց ավելի բարձր եւ ավելի մեծ անուն տվեց։ Ես ու դու փառք մեր Տիրոջը։ Ես ու դու պետքա սովորենք պատասխանենք սատանային, այնպես ինչպես որ մեր Տերն էր վարվում։ Մենք կարիք ունենք սովորելու, մարզվելու հոգևոր կյանքում, որ ասենք սատանա գրված է։ Գրված է, որ ես բժշկված եմ։ Գրված է, որ ես արդար եմ, գրված է, որ չկա դատապարտություն, գրված է, որ իմ երեխաները ուղղակի ոչ հաց կմուրան, ոչ էլ ինչ որ հետին ես իմով կլինեն, գրված է, որ ես գլուխ կլինեմ, ոչ թե պոչ, գրված է, որ երբ որ ես աղոթում եմ, դու ստիպված ես փախնելու։ Հալելույա։ Հալելույա, մեր Աստված։ Այս խոսքերը չի գրել, որպեսզի մեր գլուխները ուղղակի շատ ցենց իմաստուն տեսք ստանանք մենք, մեր գլուխները լցնի ուղղակի իր խոսքերով։ Այդ խոսքերը պետքա գա մեր սրտի մեջ, պետքա դառնա մեր առօրյան, մեր ապրելակերպը պետքա դառնա։ Եթե մենք չսովորենք Աստծո խոսքի հետ ընկերություն անել, մենք չենք կարողանա խոսել Աստծո հետ։ Դու հասկանում ես Աստծո լեզուն, մենք տեսնում ենք դա հավատքի լեզուն է։ Նա շփվում է հավատքի մարդու հետ։ Նա չի շփվում վախի հետ, նա չի շփվում կասկածի հետ, երկմտության հետ։ Հակոբոսը ասում է երկմիտ մարդը թող չերազի, չսպասի Աստծուց որևէ բան ստանալու։
Սա Աստծո խոսքն ասում, սիրելիս։ Դրա համար մենք պետք է վարժեցնենք մեր հավատքը։ Գաղատացիս 3-րդ գլուխը ասում է. Քրիստոսը մեզ ազատեց, փրկեց օրենքի անեծքից։ Մեզ համար անեծք դառնալով։ Եվ 14-րդ խոսքը ասում է, որպեսզի նպատակը նա մեզ ազատել այդ օրենքից, ազատել այդ անեծքից, ազատել ամեն տեսակի անեծքներից, որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով եւ մենք էլ լցվենք այդ Սուրբ Հոգով, որը որ խոստացված է։ Գիտես, մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքը պետք է ձևափոխվի, մեր կյանքը պետք է դրսևորի, ցուցադրի, մեր կյանքը պետք է այնպես ձևափոխվի, որ շփվողը եւ խավարի ուժերը եւ բոլոր մեր շրջապատը տեսնեն Քրիստոսի բույրը մեզանից։ Աստծո խոսքն ասում է, որ մենք բաց նամակ ենք այս աշխարհի համար, ընթեռնելի նամակ, ոչ թե անհասկանալի, ոչ թե այնպիսի նամակ, որ նայում են քեզ ու ասում են ես չեմ հասկանում, վերջը հիմա այս մարդը հավատացյալ է թե չէ։ Համ հայոյանքը կա, համ, չգիտեմ, մեղքերը կա, համ էլ ասում է հավատացյալ եմ, ամեն օր գնում է եկեղեցի, ձեռները պարզում ու աղոթում է։ Դու պետք է ընթեռնելի լինես, կարդացվող լինես, մարդիկ քեզ նայելուց պետք է կարողանան կարդան, տեսնեն Քրիստոսի լուրը այնտեղ, տեսնեն ով ես դու Քրիստոսի մեջ, ամեն, Առակաց 29-րդ գլխի 18-րդ խոսքը ասում է, որ առանց տեսիլքի, ինչ է տեսիլքը, տեսիլքը դա մի բան է, ինչ որ տեսնում ես, տեսիլքը դա նպատակ է, եթե դու տեսնում ես, ուր ես գնում, ինչ ես անում, դեպի ուր ուղված քո քայլերը, դու սանձարձակ չես լինի, մոլորված չես լինի կամ։ Աստվածաշունչը ասում է առանց տեսիլքի իմ ժողովուրդը Առակաց 29:18, հա? Սանձարձակ կդառնա, բայց ով պահի օրենքը, ինչպիսի օրենքի մասին է խոսում։ Գաղատացիներում ասում է Աստված ազատել է մեզ օրենքից, բայց այստեղ ասում է ով պահի օրենքը, ինչ օրենքի մասին է խոսում։ Նոր ուխտի օրենքը, հավատքի օրենքը, այդ թագավորական օրենքը, այդ սիրո օրենքը, որի մեջ որ մենք կանչված ենք։ Մենք պետք է հասկանանք, երբ որ Աստված մեզ ազատեց անեծքի օրենքից, չասեց այլևս դու կարող ես ապրել մի դաշտում, մի երկրում, որտեղ էլ ոչ մի օրենք չկա։ Ընդհակառակը այստեղ օրենքները, պատերազմը ֆիզիկական դաշտից տեղափոխվել է չերևացող հոգևոր դաշտ, եւ այստեղ օրենքները ավելի ակտուալ են եւ ավելի կարեւոր է իմանալ, որովհետեւ այն ժամանակ եթե մեկը մեղք էր գործում, մի անգամից կարող էին քարկոծեին ու սպանեին։ Այսօր ուրիշ ձևի է ընթանում։ Մեր կյանքից սատանան կարողանում է մոտենա եւ գողանա գանձերը, գողանա տարբեր իրավիճակներ, մեր ֆինանսները, մեր ուրախությունը։ Հասկանում ենք։ Մենք գիտենք, որ Աստված բարի է։ Նրա կամքը հաճելի է մեզ համար ու կատարյալ է։ Եվ նա մեզ համար Երեմիա 29-րդ գլխում ասում է, որ ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին։ Դրանք բարօրության խորհուրդներ են, ոչ թե չարիքի։ Եվ ձեր համար ապագա եւ հույս ունեմ, ասում է, եւ պատրաստվում եմ դատամ։ Մենք ուզում ենք մեր ապագան լավ լինի։ Մենք ուզում ենք, որ մեր ապագան լավը լինի եւ դրա հույսով ապրում ենք։ Ու Աստված ասում է, որ ես ապագա եւ հույս եմ պատրաստվում ձեզ տան, որովհետեւ ձեր համար մեծ ծրագրեր, մեծ նպատակներ, տեսիլքներ ունեմ։ Բայց դուք կանչեք ինձ դրա համար, կգաք, կորոնեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Ինչ հրաշալի խոստմունք է։ Հալելույա։ Այստեղ հոսանքների հետ ինչ որ բաներ է կատարվում։ Ասում է դուք կկանչեք ինձ, կգաք, կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Մենք ինչքան շատ ենք ուզում, որ մեր Աստված մեզ լսի։ Ինչքան շատ ենք ուզում, որ նա մեզ պատասխանի։ Այնքան ուղղակի սենց կյանքով լեցուն է այդ փաստը, այն իրավիճակը, երբ որ դու հասկանում ես, դու խնդրեցիր Աստծուն եւ նա քեզ լսեց։ Դու լսվեցիր։
Դու լսվեցիր։ Մի ընկեր ունեմ Իտալիայում ապրող, վերջերս զանգել էր ինձ, շփոթվել էր ժամը, քնի ժամին էր զանգել, հետո ներողություն խնդրեց, ասեց, հետո կխոսենք, մի այսպիսի բան ասեց Արմեն, ասում է, Իտալիայում այսպես է ընդունված, երբ որ հեռախոսը վերցնում է, զանգում ես ու դիմացինը պատասխանում է, իտալերեն ասում է պրոնտո, լսել եք, չէ, գիտեք ինչ է դա թարգմանվում, մեզ համար, օրինակ ինչ կարծիքն է, լսում եմ, տեսեք ասում են լսում եմ, ինքը ասեց դա ավելի խորը, ես չգիտեմ, դա հիմա գրական թարգմանություն է, թե չէ, նա այսպիսի բան ասեց, պատրաստ եմ լսել, պատրաստ եմ իմաստը սա է, եթե պատասխանում է, ուրեմն ինքը արդեն տրամադրված է, պատրաստ է քեզ եւ լսի, եւ պատասխանի, եւ որոշակի բաներ անի։ Եթե երբ պատրաստ չի, ինքը չի էլ պատասխանի այդ զանգին։ Հասկանում ես, ինչքան լավ է, երբ որ դու դիմում ես Աստծուն, եւ նա լսում է։ Նա պատրաստ է, ասում է, ես կլսեմ ու կպատասխանեմ։ Ես քեզ հույս ունեմ քո համար։ Ես ապագա ունեմ քո համար։ Դու կփնտրես ու կգտնես, չի լինի, որ ես անհասանելի կլինեմ քո համար։ Չի լինի, որ զանգես եւ այնտեղից կլսվի հեռախոսը վարուհու ձայնը, բաժանորդը անջատել է հեռախոսը կամ գտնվում է ծածկույցից դուրս։ Ոչ, քո Աստված այդպիսին չի, նա միշտ հասանելի է։ Քո Աստված հասանելի է քեզ, քո աղոթքի սենյակում։ Հալելույա։ Կփնտրես ու կգտնես։ Երբ որ ինձ ձեր ամբողջ սրտով որոնեք։ Երբ որ ամբողջ սրտով կորոնեք, ոչ թե սենց դե լավ մի հատ աղոթեմ, թե չեղավ ես իմը կանեմ։ Ես նախ գիտեմ ինչ եմ անելու։ Քո ամբողջ սրտով։ Ես կգտնվեմ ձեր համար, ասում է Տերը, եւ կվերադարձնեմ ձեզ գերությունից ու կհավաքեմ այն բոլոր ազգերից, որտեղ աքսորվել էիք, ասում է Տերը, եւ կվերադարձնեմ ձեզ այն տեղը, որտեղից տարհանվել էիք։ Հալելույա։ Գիտես, Աստծո խոսքը մեզ համար այնքան կարևոր է, այնքան բուժիչ է, այնքան կյանքով լցված է։ Ովսեի 4-րդ գլուխը ասում է, որ իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով մահանում է, բնաջնջվում է, կործանվում է։ Դա գիտությունը, Աստծո կամքը չիմանալը Աստծո ժողովրդին տանում է դեպի խավար, տանում է դեպի մահ, տանում է դեպի անեծք, տանում է դեպի շղթաներ, բաժանություն, ես չգիտեմ, հիվանդություններ եւ այլն, որովհետեւ սատանան ստախոս է, նա ստի հայրն է եւ նստած մարդկանց ականջին շշնջում եւ ասում է Աստված այսպես է ուզում, երևի Աստված էր ուզում, որ դու այսպես ելներ քո կյանքը, երևի Աստված է ուզում, միգուցե Աստծո կամքն է, դու ասել ես, չէ Հիսուս ջան, ինչ ուզում ա թող լինի իմ հետ, քեզ սիրում եմ, հա, շարունակի սիրել, բայց քո կյանքն էլ ինչ ուզում ա թող լինի, թույլ տուր, որ ինչ ուզում ա լինի, ու դու ուղղակի մարդիկ կան, ովքեր որ չիմանալով Աստծո խոսքը, չիմանալով տգետ են, իմաստություն չունեն Աստծո խոսքի նկատմամբ եւ չգիտեն ինչ ունեն իրանք Քրիստոս Հիսուսի մեջ, նրանք ուղղակի գնում են դեպի այդ խավարի մեջ, շղթաների մեջ։ Խոսքը ասում է գիտելիք, ճանաչողություն, գիտություն չունենալու պատճառով մահ է գալիս, անեծք է գալիս, շղթաներ են գալիս։ Բայց երբ որ մենք գիտենք ով ենք մենք թույլ չենք տալիս։ Մենք կանգնում ենք, Հիսուսին գալիս էր խնդիրը եւ ասում էր սոված ես, հաց կեր, քարին ասա, դու կարաս, դու հո գիտես, որ կարաս ու դա տենց կլինի։ Դու հո գիտես, որ հրեշտակները կպահեն, դու հո գիտես, որ ասենք այս ամբողջ հարստությունը իմն է, երկրպագի ինձ։ Հիսուսին գալիս են այնպիսի փորձություններ, որոնց որ ինքը տեղյակ էր։ Բայց Հիսուսը ընտրում էր, թե ինչ է գրված։ Հիսուս ասում էր սատանա գրված է ու գրված է։ Դրա համար սիրելիս, ես ուզում եմ այսօր քո մեջ լուսավորել, քո մեջ սենց արթնացնել այն կարևոր ուղերձը, որ դու պարտավոր չես հավատաս այն ամենին, ինչ որ տեսնում ես, ինչ որ քո աչքերն են քեզ ցույց տալիս, ինչ որ քո մարմնի զգայարաններն են քեզ հաղորդում։ Դու պարտավոր ես ավելի շատ հավատաս նրան, թե ինչ Աստծո խոսքը ասում։ Ամեն։ Հալելույա։
Միտեղ ուզում եմ ընթերցել այստեղ առաջի թագավորաց 7-րդ գլխից։ Գիտեք, այստեղ մի իրավիճակ է, Սամուել մարգարեն առաջնորդում էր Իսրայել ազգը։ Եվ այնտեղ արդեն Հեղին մահացել էր, կարծեմ։ Նա արդեն մարգարե էր, իհարկե, մահացել էր, պատանի ժամանակ էր նա Հեղիի մոտ որպես ծառայող։ Եվ ասում է 7-րդ խոսքում ասում է փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մազպայում եւ փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ։ Երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։ Դուրս եկան պատերազմի։ Իսրայելը հավաքվել էր միտեղ, որտեղ որ պետքա զոհեր մատուցեին եւ այլն։ Եվ լսելով, որ թշնամի ազգերը դուրս են եկել իրանց դեմ, ասում է Իսրայելի որդիները, հավատացյալները, ժողովուրդ Աստծուն հավատացող մարդիկ վախեցան։ Եվ լսելով վախեցան, գնացին Սամուելին ասելու. մեզ համար անդադար աղաղակիր, անդադար աղաղակիր, որովհետև մեր Տեր մեր Աստծուն աղաղակիր, որ նա մեզ ազատի փղշտացիների ձեռքից։ Դե Սամուելը գիտեր ինչ կարելի անել։ Գիտես, այնքան կարևոր է, որ իհարկե կա Սամուել, բայց այնքան կարևոր է, որ երբ որ դու տեսնում ես, որևէ թշնամի բարձրանում է քո դեմ, քո առողջության դեմ, քո ֆինանսի դեմ, քո ընտանիքի դեմ, որոշակի բնակավարների դեմ, որ փորձում է ցենց կծահարելով իր բաժինը գողանա եւ տանի, այնքան կարևոր է, որ դու թույլ չտաս։ Այնքան կարևոր է, որ դու թույլ չտաս։ Այնքան կարևոր է, որ դու կանգնես եւ ասես, սա ինձ է պատկանում։ Ես Քրիստոսի մեջ ունեմ այս օրհնությունը։ Գիտես, Սամուելը վերցրեց մի կաթնակեր գառնուկ եւ այն ամբողջ այդ գառնուկին ամբողջովին ողջակեց մատուցեց Տիրոջը եւ Սամուելն աղաղակեց Իսրայելի համար ու Տերը պատասխանեց նրան։ Տեսեք հիմա մի կարևոր բան ենք տեսնելու այստեղ։ Սամուելը վերցրեց գառնուկին, ողջակեց արեց, կաթնակեր, անարատ, զոհ արեց, իր աղոթքը բարձրացրեց ամբողջ սրտով եւ այստեղ ասում է. մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը։ Դեռ այդ պրոցեսն էր, դեռ այդ գառնուկին դրել էր, դեռ այդ գառնուկը ողջակիզված ու այդ զոհաբերությունը ավարտված չէր, դեռ այդ ընթացքի մեջ էր։ Մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Լինում է դեպքեր, երբ որ այն դու հələ չես հասցրել ուրախանաս քո հաջողությունով, մեկ էլ հանկարծ փղշտացիները հայտնվում են։ Դու պատրաստվում ես ուրախանաս, դու հավաքվել ես Մազփայում, դու հավաքվել ես Կայրանում միգուցե, դու հավաքվել ես միտեղ, դու պատրաստվում ես սենց, տեսնում ես Աստծո ձեռը, պատրաստվում ես ուրախանաս, պատրաստվում ես ցնծաս, տոնես, Աստծո անունը մեծարես, մեկ է որտեղից, որտեղ փղշտացիները հայտնվում են։ Դու դեռ պատրաստում ես շնորհակալության զոհեր մատուցես, գոհանաս Աստծուն, մեկ էլ հայտնվում են։ Միգուցե դու անցնում ես դժվարությունով, միգուցե դու սպասում ես, որ պետքա դեռ ուրախանայիր, դեռ պետքա ինչ-որ բաներ անեիր, ու հանկարծ քո կյանքի վրա հարձակվել են փղշտացիները։ Աստվածաշունչը խոսում է, շարունակիր այն, ինչ որ սկսել ես։ Շարունակիր, որովհետև Աստված լսելու պատասխանել է արդեն։ Այստեղ տերևում է, որ ասում է, երբ որ փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ, Տերը բարձր ձայնով հենց նույն օրը որոտաց փղշտացիների վրա եւ նրանց խուճապի մատնեց եւ նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։ Նրանք պարտվեցին, ինչի, որովհետեւ Սամուելը գիտեր ինչպիսի զոհ պետք է մատուցեր։
կաթնակեր, անարատ, գառնուկ պետքա բերեր։ Սամուելը գիտեր, որ եթե նա աղաղակի, նրա զանգը, նրա ձայնը անհասանելի չի լինի։ Նա կլսվի եւ Տերը կպատասխանի նրան։ Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան ու հալածեցին, ջարդեցին այդ բոլոր փղշտացիներին։ Եվ Սամուելը մի քար վերցրեց եւ հենց այդտեղ կանգնացրեց եւ նրա անունը Աբենեզեր դրեց եւ ասեց. «Մինչեւ այստեղ Աստված Տերը օգնեց ինձ»։ Գիտես, մինչեւ այսօր Տերը քեզ օգնել է, որոշակի ճանապարհ բերելու հասցրել։ Բայց որպիսի դու շարունակես առաջ գնալ, որպիսի դու շարունակես Տիրոջ հաղթանակները տեսնել ու վայելել հրաշքները, քեզ պետք չի թուլանալ։ Ես խոսում եի, կարծեմ նախորդ անգամ էի խոսում, որ կարևոր է հաղթանակը, բայց ավելի կարևոր այդ հաղթանակը պահելը։ Որովհետև դու կարող ես հաղթանակ ունենալ, բայց քեզ հաղթանակ պահելու համար ավելի մեծ ջանք է պետք ներդրել։ Երբեմն մենք մեր հաղթանակը ունենալուց հետո այնպես ենք թուլանում, որ ուշադրությունը շեղվում է արդեն հաղթանակ տվողից մեր հաղթանակած այդ սուբյեկտի վրա։ Աստված ասում է շարունակիր հաղթանակիդ համար կանգնել, պատերազմել, որովհետև եթե դու հաղթանակ ունենալուց հետո ուշադիր չես լինում այդ հաղթանակը, ինչ որ Աստված քեզ տվել է, գողը պտտվում է, գողը ման է գալի մռնչացող առյուծի պես, նա փորձում է հետ տանի, նա փորձում է հետ հափշտակի։ Մեր կյանքը հոգևոր դաշտում է այսօր պատերազմներ մեզանից սպասում, որպեսզի մենք պատերազմենք։ Մենք չենք գնում այսօր մարդկանց փղշտացիներ ման գալիս, որպեսզի նրանց սրով կամ ատրճանակով կամ ինչ-որ մի ձև սպանենք։ Մեր կյանքի մեջ այնքան փղշտացիներ կան, որոնք որ փորձում են մեր կյանքի օրհնությունները տանեն։ Մենք պետք է կանգնենք, հակառակվենք այդ ամենին, քո մարմնի ցանկությունները, քո չգիտեմ այդ բոլոր մեղքերն ու անօրենությունները, որոնք կարող փորձում են քեզ հետ տանեն քո հին կյանքը։ Դրանք այն փղշտացիներն են, որոնց որ պետքա դու հալածես, որոնց հետ որ դու պետքա պատերազմ մղես։ Եթե դու ազատվել ես ալկոհոլից կամ շնությունից կամ չգիտեմ նարկոտիկից, եթե դու ազատվել ես ու տոնում ես քո հաղթանակը, որ Աստված քեզ տվել է այդ փրկությունը, տոնիր իհարկե փառք Աստծուն, բայց շարունակիր ուշադիր լինել, շարունակիր հալածել, որովհետև խնդիրը վերադառնալու բան ունի, բնույթ ունի, հատկություն ունի։ Նա փորձում է ետ վերադառնա։ Հակոբոսը սովորացնում եւ ասում է ամեն մարդ փորձվում է իր իսկ ցանկություններից, ոչ թե հարևանի կողքիդ նստածի ցանկություններից դու ես փորձվում, այլ դու փորձվում ես քո ցանկություններից հրապուրված լինելով։ Խնդիրը փորձում է նորից ետ վերադառնա, հիվանդությունը փորձում է նորից ետ վերադառնա, ես չգիտեմ աղքատությունը, ես չգիտեմ մեկ ուրիշ մի խնդիր փորձում է ետ վերադառնա, բայց դու ես որոշողը, թույլ տաս թե թույլ չտաս։ Դու ես որոշողը հալածես այնպես, որ այլևս չտեսնես նրանց, ինչպես որ Մարիամը երգում էր այդ երգը Մովսեսի հետ ծով անցնելուց, որ ասում էր այն թշնամիները, այն բոլոր փարավոն, այն բոլոր զորքը, ում որ դու այսօր տեսնում ես, այլևս չենք տեսնելու, նրանք երգում, պարում, ցնծում էին, լավ էին անում, լավ ժամանակին երգել իհարկե։ Եվ քաղաքներն ու փղշտացիները անգամ, որ ասում փղշտացիները մնացին գլխիկոր եւ այլևս չհարցակվեցին Իսրայելի սահմանների վրա։ Եվ Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր, ահ ու սարսափը փղշտացիների վրա էր։ Գիտես, շատ կարևոր է, որ մենք Աստծո կամքը ոչ միայն իմանանք, այլ նաեւ մեր կյանքում կանչենք։ Խի որովհետև եթե մենք օրենքը պահում ենք, իսկ օրենքը խոսում է, թե ինչ ունենք մենք Քրիստոսի մեջ։ Եթե մենք հնազանդվում ենք այն ամենին, եթե մենք մեր խոնարհությունը ցույց ենք տալի, դասում ենք դե ոնց կարելի է համ հարուստ լինել, համ խոնարհ։ Դա ոնց որ պարադոքս է, իրար հետ չի համընկնում։ Շատ է լավ կարելի է։ Շատ է լավ հնարավոր։ Ոնց կարելի է առողջ լինել ու խոնարհ։ Շատ լավ։ Քրիստոսի մեջ ընդամենը։ Ընդամենը դու քեզ գցում ես Քրիստոսի մեջ, ընդամենը դու մտնում ես, ընդամենը դու հագնում ես, ընդամենը հին մարդը հանում ես ու նոր մարդն ես հագնում,
Ընդամենը դու ասում ես սրանից հետո, երբ որ ես աղոթում եմ, հիվանդները բժշկվում են, երբ որ ես աղոթում եմ, կապյալները ազատագրվում են, գերիները ազատ են արձակվում, ֆինանսները ազատագրվում ու օժնվում ու գալիս են ու հասնում են ինձ, խավարը ցրվում է, արտնությունը սկսվում է, հացը բազմանում է, անառակ որդին վերադառնում է, երբ որ ես աղոթում եմ, Ղազարոսը մեռած 4 օրվա հարություն է առնում, երբ որ ես աղոթում եմ, պետքա ագրավները բերեն ու հասցնեն, որտեղից ուզում են, դա իմ խնդիրը չի, երբ որ ես աղոթում եմ, պետքա յուղը չպակասի, ալյուրը պետքա չվերջանա, սա Քրիստոսի մեջ մեր ժառանգությունն է։ Ինչ որ մեկը հավատացել եւ արել է Աստվածաշնչում։ Այսօր Աստված նայում է իր տանը, իր ժողովրդին, իր եկեղեցուն, ով լցված է Սուրբ Հոգով, էլ մարդ չկա, որ պետք է հավատա։ Բա դուք խիչ եք հավատում։ Դուք խիչ եք ասում դա, դուք խիչ եք հռչակում սա։ Մենք պետք է դա անենք, սիրելիներս։ Աստված կարող է վերականգնի։ Դուք հասկանում եք, կան բաներ, որ դու աղոթքի սենյակում պետք է ունենաս այդ հաղթանակները։ Կան բաներ, որ դու պետք է վեր կենաս, դադարես աղոթելը ու գնաս անելու, գործն անելու։ Դուք հասկանում եք, կա տարբեր ժամանակներ։ Երբ որ Մովսեսը պատերազմի մեջ էր Իսրայել ազգը, Աստված խոսք էր տվել եւ ասել էր, երբ որ Մովսեսը ձեռքերը պարզի վերև, Իսրայելը կհաղթի։ Երբ որ Մովսեսը ձեռքերը իջեցնում էր, հոգնում էր, որովհետեւ Իսրայելը պարտվում էր։ Հիմա եթե ես խնդրեմ ու ասեմ, ձեռքերներդ բարձրացրեք վերև, խնդրում եմ։ Եթե կարելի է։ Աստծո սիրո, խնդրում եմ։ Ձեր ձեռքերը բարձրացրեք վերև։ Ես ուզում եմ պահես այդպես։ Ինձ հետաքրքիր է ինչքան կարող ես պահել։ Ես կշարունակեմ քարոզել, դու ձեռքերդ արդեն իջնում են ձեռքեր եմ տեսնում։ Գիտես ինչքան կարաս պահես, լավ 5 րոպե, լավ 10 րոպե, բայց կես ժամ չես կարա պահես։ Մի ժամ չես կարա պահես։ Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհակալ եմ։ Գիտես դու շատ երկար չես կարա պահես, որովհետև արյունդ հետ է հոսում, չի բարձանում վերջույթներ։ Մատերդ սառում է, դմբրում է, հոգնում է մկաններդ, հետո իջացնում ես։ Զարմանալու չի, չէ՞։ Դա նորմալ է։ Աստված ցույց էր տալի, երբ Մովսեսը ձեռքերը պարզում է վերև, Իսրայելը սկսում է հաղթել։ Պատկերացնում ես Մովսեսին ձեռքերը պարզած Իսրայելը հաղթանակ է տանում։ Հենց իջացնում է, ընդեղից վրդոմունք է բարձանում։ Իսրայելի 12 ցեղերի իշխանները, մյուս, Մովսես, ձեռներդ վերև բարձրացրու, որտեվ դրանից է կախված, մենք հաղթելու ենք, թե չէ։ Ձեռները չիջացնես հանկարծ, բայց դե Մովսեսը մարդ է, մսից ու արյունից։ Ու զարմանալու չի, որ Ահարոնը, որը որ քահանայապետ էր, չասես Մովսես, սպասի հեսա գալիս եմ։ Գնամ մի հատ խորան, մտնեմ խունկ ծխեմ, աղոթ կանեմ, կատնակեր գառնուկ մատուցեմ, որ Աստված օգնի, որ դու ձեռքերդ վերև պարզած լինես։ Այդպիսի բան չաղոթեց, չասեց Ահարոնը։ Նա ասեց, ով կա իմ հետ, over շուտ արա արի, գնացինք։ Ու եկան Ահարոնն ու Օվրը, սկսեցին Մովսեսի ձեռքերը պահել վերև։ Գիտես, կա աղոթելու ժամանակ, բայց կա գործ անելու ժամանակ։ Երբ որ դու խառնում ես տեղերը, պարտություններ ես կրում։ Մենք պետք է հասկանանք, մենք պետք է իմաստություն ունենանք։ Դու չես կարա խաղաս քո թշնամու հետ, որտեվ նա մռնչացող առյուծ է, մենք տեսնում ենք նա օծն է, որը որ ծննդոց գրքի մեջ կար։ Հետո մենք տեսնում ենք, որ նա եւ առյուծ է դրսևորվում, եւ հետո վիշապ, եւ իժ, տարբեր տեսակի դրսևորումներ ունի։ Դու չես կարա խաղաս քո թշնամու հետ։ Նա վճռական է տրամադրված իմ ու քո հետ սիրելիս։ Նա խաղ չի խաղում, նա եկեղեցի կամ հավատք չի խաղում։ Նա շատ վճռական է։ Դրա համար ինձ ու քեզ պետք է հասկանանք եւ որոշում կայացնենք, որ մենք ավելի վճռական լինենք։ Ինչի որովհետեւ քո Աստված արդենից հաղթել է
ու հաղթանակը տվել է քեզ եւ չի ասում մենակդ գնա, ասում է ես քո հետ եմ ուր որ գնաս։ Ես քո հետ եմ ուր որ գնաս։ Անկամ եթե հայտնվես մահվան շուքի ձորում, ես քո հետ եմ այնտեղ։ Չվախենաս, որովհետև մենք պետք է իրար հետ այս հաղթանակները ունենանք։ Սատանան գալիս է մեր կյանքի մեջ հոշոտելու, կծահարելու, փախցնելու, գողանալու այն օրհնությունները, որ Աստված մեզ տվել է։ Եվ եթե մենք ուշադիր չլինենք դրանց, նա կտանի։ Նա դրան կտանի, ինչպես դա արեց Սամսոնի կյանքում։ Եթե հիշում եք Սամսոնին, Աստվածաշնչից, դատավորներից, զորավոր մեկն էր, Աստծոյցյալ, եւ նրա մայրը ուղղակի խոսք էր ստացել, Աստված խոսել էր եւ ասել էր նրա գլխին ածելի պետքա չկպնի, որովհետեւ նա Տիրոջ օծյալն է լինելու եւ ազատելու է իմ ժողովուրդը։ Գիտեք ինչ էր անում Սամսոնը։ Օծության հետ խաղում էր։ Նա կգնար չգիտես խի, ով էր իրան ասե, խի էր այդքան բանն անում, գնում էր քաղաքի դարպասները, հավեսը տալիս էր, վերցնում էր, դարպասը հետի ես դրան պես դուր չի, էլի, քաղաքի դարպաս, պատկերացնում եք, ու ալյումին այն ժամանակ չի եղել, թեթև մետաղ որպես։ Քաղաքի դարպասը լուրջ ծանր գերաններով, եթե երկաթներ էլ ունեին առավել ևս, ծանր բաներ։ Վերցնում էր քաղաքի այդ մեծ դարպասները, դնում էր ուսին, հելնում էր սար։ Ինչի համար։ Աստված քեզ շնորհք է տվել, օծություն է տվել, զորություն է տվել, որ դա իր ժողովրդի հաղթանակների համար օգտագործես։ Աստված քեզ տվել է օծություն, որ դու այդպիսի բաներ անես։ Նա ուղղակի այնքան ինքնավստահ էր։ Նա այնքան վստահ էր իր ուժերի վրա։ Սա ես չեմ։ Ստիպեցին։ Հալելույա։ Նա այնքան վստահ էր իր ուժերի վրա, այնքան վստահ էր, որ կորցրել էր այն, ինչի համար էր Աստված այդ շնորհքը տվել իրեն։ Գիտես, նա իր գլուխը դնում էր Դալիլայի ոտքերի վրա եւ խաղում էր մեղքի հետ։ Խաղում էր մեղքի հետ։ Մի անգամ մեղք էր անում, գնում էր նորից հրաշք էր անում եւ ասում էր. ոնց որ ոչ մի բան չեղավ, լավ էլ, մեղք արեցի, համ մեղք արեցի, համ օծությունը կար։ Հետո նորից էր մեղք անում, նորից էր գնում, ասում էր ոնց որ համ կարելի է մեղք անել, համ կարելի է ծառայել։ Էս ինչ հետաքրքիր է։ Բինգո է։ Մի կրակոցով երկու նապաստակ, էլ չգիտեր, թիրախում հենց ինքն է, իր օծության հետ միասին։ Ու գիտեք ինչ եղավ, օրերից մի օր, երբ որ Դալիլան իմացավ նրա գաղտնիքը օծության, խոսք ասում է, վերցրեց ու սափրեց նրա գլուխը, կտրեց նրա մազերը, ու Սամսոնը սովորականի պես, երբ որ արթնացավ, մի քանի դեպքեր լինելուց հետո, եթե դու հիշում ես, արթնացավ ու փորձեց այդ թշնամիներին կոտորի, ոչինչ չկարողացավ անել։ Այդ հաղթանդամ զորավոր Աստծո օծյալ մարդը դարձավ ուղղակի կրկեսի ծաղրածուի պես մի հատ ծաղրանքի ենթակա մի հատ մեկը։ Նրան տարան եւ սկսեցին օգտագործել, սկսեցին անարգել, սկսեցին հայոյել, թե իրենց այդ Աստծուն եւ ում որ ծառայում էր Սամսոնը եւ թե Սամսոնին։ Այնքան էին ծաղրում, այնքան էին վարկաբեկում ու հարստարում։ Իրենց մեծ խնջույքների համար Սամսոնին սարքել էին ուղակի ծաղրածու, որ էլ խմում ու հարբում են, էլ ոչինչ չունեին անելու, ասում են դե լավ ինչ էլ ինչ կարելի անել, հա հələ մի հատ Սամսոնին է բերեք, մի հատ սրա վրա էլ անեկդոտներ ու պատմություններ, մի հատ լավ, այդ դու էիր, այն 300 հոգուն, որ սպանեցիր, այդ դու էիր, որ այն դարպասը վերցնում, տանում, բերում էիր, եւ այլ եւ այլ։ Դու հասկանում ես սատանայի նպատակն է, որ ինձ ու քեզ վարկաբեկելով կորցնի եւ գողանա մի կարևոր բան։ Երբ որ Սամսոնին բռնեցին եւ սափրեցին, առաջի բանը որ արեցին, նրա աչքերը հանեցին։ Նրա աչքերը հանեցին,
Ինչի, որպեսզի նա չկարողանա տեսնի, նա կորցնի տեսիլքը։ Երբ որ եկեղեցին, երբ որ քրիստոնյան կորցնում է տեսիլքը, երբ որ նա կորցնում է նպատակը, ինչի համար Աստված իրան փրկել, ինչի համար աղոթել, ինչի համար նա պետք է կանգնի հավատքով, գիտես, այդ ամենը, ինչ որ Աստված իրան տվել է, կարա դառնա կորուստի առարկաներ։ Այն ինչ որ օրհնություններ Աստված տվել է, դրանք կարա գողանա սատանան։ Բայց մեր Աստված, որ լի է ողորմությամբ եւ շնորհքով, մենք գիտենք, որ նա ավելին անում, քան թե մենք կարող ենք խնդրել, ամեն եւ պատկերացնել։ Եփեսացիս 3-րդ գլխում ասում է, բայց նա ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բաներից ավելին անել, քան որ խնդրում ու իմանում ենք, փառք թող լինի նրան, սերնդե սերունդ հավիտյանս հավիտենից։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը խոսում է, եթե դու աղոթես, եթե դու մտնես, եթե դու զղջաս, եթե դու ապաշխարես, Աստված կարա ավելի լավ իրավիճակի մեջ քեզ բերի եւ հասցնի։ Սամսոնը երբ որ կանգնած այդ հենված էր այդ սյուներին, այդ մեծ պալատական սյուներին հենված էր շղթաներով կապված եւ ոչինչ չէր կարողանում անել, նրա մազերը սկսել էին այդ ընթացքում արդեն երկարել, աճել։ Եվ նա աղոթ քարեց եւ խնդրեց Տիրոջը, զղջաց ու ապաշխարեց, ասեց եւս մեկ հնարավորություն։ Եվս մեկ հնարավորություն տուր ինձ, Տեր, եւ ես ուղղակի կանեմ այն ինչ որ պարտավոր եմ անել, որ այս բոլոր փղշտացիները, այս բոլոր թակավորական այս կաստան, այս որ հավաքված այստեղ բոլորի գլուխը ուղղակի կվերացնեմ ու կկտրեմ։ Ու Տիրոջ հոգին եկավ Սամսոնի վրա։ Եվ նա ուղղակի տեղաշարժեց այդ սյուները, նա ուղղակի քանդեց այդ սյուները եւ Աստծո խոսքը ասում է նրա այդ օրվա հաղթանակը ավելի մեծ ու ավելի կարեւոր ու ավելի նշանակալից էր, ոնց որ թշնամու բանակի այդ գեներալների, այդ բոլոր այդ օֆիցերսկի սաստավի, այդ բոլորի կյանքը միանգամից խորտակեց, սպանեց, ինքն էլ հետը իհարկե մահացավ։ Դա վատ վերջավորություն ունեցավ, բայց Աստված տեսավ նրա սրտի խոնարհությունը, տեսավ, որ նա կարա, երբ որ նա խոնարհվեց Աստծո ձեռքի տակ, երբ որ նա հիշեց, երբ որ նա կանգնեց աղոթքով եւ ասեց, ես ինչի համար կանչված եմ, թույլ տուր եւս մեկ անգամ եւ ես դա կանեմ։ Գիտես, սատանան շատերիդ կյանքում գողացել է, շատերիդ կանգնացնել է, միգուցե ծառայության մեջ, միգուցե ուրիշ բաների մեջ, միգուցե ժամանակին դու այնպես կրակոտ վազում էիր, միգուցե դու այսօր վազում ես, բայց սատանան ուզում է քեզ կանգնացնի, ես չգիտեմ, բայց իմացի մի բան, երբեք ու երբեք թույլ չտաս, որ նա քո տեսիլքը գողանա, որովհետև եթե նա գողացավ քո տեսիլքը, նա քո կյանքի ամեն բնագավառները կարա ավիրի։ Եթե դու մտածում ես կկորցնես ընդամենը մի փոքր բան, այդ մի փոքր բանը չես կորցնի։ Դու դրա հետ միասին կկորցնես մնացած բոլորը, որովհետև նա արունախում թշնամի է։ Նա չի բավարարվում տարածով։ Նա ուզում է տեսնի Աստծո ժողովրդին անկած, հարստահարված, տուժված, աղքատ, ես չգիտեմ, հիվանդ, անեծքի տակ։ Նա նորից փորձում է վերադարձնի իր իշխանությունը Աստծո ժողովրդի կյանքի մեջ։ Բայց նա վախեցած է նրանցից, ովքեր որ գիտեն իրենց Աստծուն, ովքեր որ խոնարհվել են Աստծո ձեռքի տակ, որովհետև խոնարհ մարդը դա այն մարդը չի, որ ուղղակի սուս ու փուս, աղոթքի ձայնը նրա չի լսվում, նրա ներս մտնելն ու դուրս գալը չի երևում, չգիտեմ, նրա օրհնվել, չօրհնվելը չի երևում, ոչ մի բանից խաբար չենք, ոնց գալիս է մարման ջրի պես, գալի գնում է, ոչ ձենը հանում, ոչ էլ, ոչ, Աստվածաշունչը այդպես չի խոսում, երկրորդ օրինաց 28-րդ գլուխը, որ նայես կհասկանաս, ով է օրհնված մարդը, թե տանը, թե դրսում, ներս մտնելիս, դուրս գալիս, դաշտում, ամենուրեք, նա օրհնված է։ Եվ եթե թշնամիներն էլ դուրս գան նրա դիմաց, մի ճանապարհով 7 ճանապարհով են փախնում։ Ինչի որովհետև խոնարհ մարդու օրհնությունները շատ են։ Խոնարհ մարդու սրտի մեջ բնակված Աստված, Աստվածաշունչը ասում է, որ ես ապրում եմ խոնարհ մարդու հետ։
Դու հասկանում ես մոտենալով խոնար մարդուն, նա ոչ թե տեսնում է այդ մարդուն, այլ տեսնում է նրան, ով որ ապրում է այդ մարդու հետ։ Քո տիրոջն է տեսնում։ Նա հասկանում է, թշնամին հասկանում է, որ այդ խոնար մարդը, որը որ քո սրտում է, որը որ այն խոնար մարդը, որը որ տիրոջ խոսքը ավելի բարձր է դրել իր կյանքում, քան թե ուրիշ բաները, իր կյանքի իրավիճակները, Սատանան հասկանում է, որ չի կարող ոչինչ անի, չի կարող մոտենա, որովհետև այս մարդը Աստծո խոսքը բարձր է դրել։ Աստծո խոսքը ամեն իրավիճակից բարձր է դրել։ Գիտես, աշխարհը այսօր ուրիշ չափանիշներ ունի։ Աշխարհի չափանիշները այսօր ես ինչ որ մեկի էջից սա վերցրել եմ, գրել եմ ուրիշի էջից, որ հանկարծ սեփական որպես բան չտամ, բայց բոլորիդ համար քաշ ծանոթ է այսպիսի իրավիճակը։ Ինչ է աշխարհը ասում։ Աշխարհը ասում է, եթե փող ունես, տղաներին է վերաբերվում։ Ուրեմն աղջիկների համար սիմպո ես։ Ընկերներիդ համար թագավոր ես։ Շրջապատում լավ տղա ես։ Առիթներին պատվավոր հյուր ես։ Ընտանիքում հպարտությունն ես։ Ծնողներիդ համար անփոխարինելի մեկն ես։ Երբ որ փող չունես, աղջիկների համար դառնում ես գեշ, անդուր, ընկերների համար մոռացված, շրջապատում կներեք ես բառը ուրիշի էջից եմ արտագրել, բառադի, առիթներին դու չկաս, ընտանիքում խնդիրներ չեն ուզում քեզ տեսնեն, բայց ծնողների համար շարունակում ես մնալ նորից միշտ անփոխարինելի։ Գիտես, ես ուզում եմ այս խոսքերը ինչի էի ընտրել։ Քո Աստված, քո Հայրը երկնային, դու իր համար միշտ անփոխարինելի ես։ Մի թույլ տուր, որ ինչ որ մեկը քեզ հեռացնի նրա սիրուց։ Աստվածաշունչը ասում է, ինձ սիրողները իմ պատվիրանները պահում են։ Եթե դու քո սիրում ես քո Աստծուն, դու չես կարող նրա պատվիրաններից հեռանալ։ Դու անպայման, եթե անգամ սայթաքես ու վրիպես, անպայման իսկույն Դավիթի պես, իսկույն վեր կկենաս և կապաշխարես ու կզղջաս, որտև Դավիթը մարդ էր, որ շատ արագ էր, կայծակնային արագություն ուներ ապաշխարության հարցում։ Նա իսկույն, երբ որ տեսնում էր իր սխալը, զղջում ու ապաշխարում էր։ Երբ որ Նաթան մարգարեն եկավ նրան հանդիմանեց, նա չընկավ Նաթանին շորերը պատռեր և ասեր, ինչպես Սավուղը Սամուելին էր անում, աղոթի քո Աստծուն և այլն։ Ոչ, նա երեսնի վայր ընկավ և ինքը զղջաց, ինքը հասկացավ ինչ սխալ արել։ Նա ապաշխարող սիրտ ուներ և Աստծո սրտի պես մարդ համարվեց դրա համար, որովհետև նա չէր անում և հետո նորից անում, հետո նորից անում։ Նա անելուց հետո, երբ որ զղջում էր մի սխալ, նա աշխատում էր իր հետ։ Նա իր ամբողջ կյանքում հատուցում էր դրա համար։ Հալելույա։ Գիտես, ես մտածում եմ, որ եթե մեզանից որևէ մեկը հայտնվում է երկնքում, պատկերացնենք այսպես, երբ որ կլինենք, կմտնենք երկինք, մենք պետք է հասկանանք, ինչով է երկինքը լցված։ Եթե մենք երկնային քաղաքացիներ ենք, եթե մենք համարում ենք մեզ հավատացյալ ժողովուրդ, որ երկինքը մեր տունն է, մենք երկնային քաղաքացիներ ենք, գիտես, երբ որ գնաս երկինք, միգուցե ուզենաս առաջինը հանդիպես այն մարդկանց, ում որ շատ ես կարոտ է։ Միգուցե դա քո ծնողն է, միգուցե քո շատ մտերիմ անձնավորությունն է կամ չգիտեմ,
ում որ կուզենայիր տեսնեիր, հա։ Բայց այն մարդկանց ում որ տեսնելուց հետո դու կհայտնաբերես մի բան, որ երկնքում չկա արցունք, երկնքում չկա ցավ, երկնքում չկա անեծք, երկնքում չկա տխրություն, երկնքում չկա հիվանդություն, երկնքում չկա ինչ քաոս, դառնություն, լսում եմ ստեղ ընկեր Սարգսյանը։ Բայց կա ուրիշ բաներ, ճիշտ է։ Երկնքում կան բաներ, դու մեկը կարող է նստած ասում է, այս ինչ անհետաքրքիր կյանք է երկինքը։ Մենք պետք է սովորենք այդ անհետաքրքիր կյանքի մեջ այստեղ ապրել։ Որ չկա այդ ամենը։ Դրա փոխարեն կա ուրախություն, դրա փոխարեն կա խաղաղություն, սեր, միաբանություն, ցնծություն, ասոցություն, հիվանդություն չկա, նշանակում առողջություն, արցունք չկա, նշանակում երջանկություն կա։ Սիրելիս, մենք պետք է ընտրենք Աստծո խոսքը, մենք պետք է հասկանանք, որ երկինքը լցված է այդպիսի բաներով, բարիքներով, եւ մենք ոչ թե երկինք մտնելուց պետք է այդ ամենը ապրենք, այլ մենք պետք է այսօր արդեն իսկ մեր կյանքում իրավիճակներին հանդիպելուց մեր հայացքը չշեղենք, մեր տեսիլքը չկորցնենք, ուր ենք մենք շարժվում։ Մի եղիր Սամսոնի պես, թույլ մի տուր սատանային գողանա քո տեսիլքը, շարունակիր նայել երկնքին, շարունակիր նայել այն գողգոցյան խաչին, այն արյունոտ խաչին, որ խոսում է քո համար, այն արյունը, որը թափվեց իմ ու քո համար, խոսք ասում է, որ նա միշտ անդադար աղոթում եւ բարեխոսում է։ Եթե դու թույլ տաս սատանային գա իր մտքերով եւ քեզ կծահարի, քո կյանքից սկսի տանել այդ ուրախությունը, խաղաղությունը, գիտես, նա կկպնի քո ամենահարազատ մարդկանց նույնպես, քո ամենաթանկ գանձերին նույնպես կկպնի, բայց Աստվածաշունչ ասում է իմ արքայությունը ուտելիք ու խմելիք չի, դա հագնելիք չի, դա արդարություն է, դա խաղաղություն եւ ուրախություն է Սուրբ Հոգու մեջ։ Ամեն։ Հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք։ Եթե դու մտածում ես, որ ասենք եկեղեցի հետաքրքիր է, բայց անսովոր է, ես սովոր եմ լուր, տխուր, լացող, հուզվող, եթե այդ հուզմունքդ Աստծո փառքի մասին է, ազատ եղիր, բայց իմացիր, երբ որ գնաս երկինք, դու շատ զարմացած կլինես, որովհետև այնտեղ ընդհանրապես չկա արցունք, այնտեղ ընդհանրապես չկա ցավ ու լաց, այնտեղ ընդհանրապես չկա այն դժվարությունները, որոնց որ դու այստեղ հանդիպում ես, այն փղշտացիները, որոնք որ այսօր հարձակվում են քո կյանքի վրա, այնտեղ չկան։ Դրա համար վարժեցրու անձդ, խոնարհացրու քո անձը, քո կյանքում այն բոլոր իրավիճակները, որոնք որ ունես, գնա մտի աղոթքի սենյակը, դուռը փակի, բացի Աստծո խոսքը եւ ասա Տեր, իմ այս իրավիճակի համար ինչ ունես դու, ինչպես ես կարող եմ դուրս գալ այս իրավիճակից, տուր ինձ խոսք, որովհետև ես գիտեմ, երբ որ ես քո խոսքը, երբ որ ես քո կամքը հասկանամ եւ խոնարհվեմ այդ խոսքի ներքո, երբ որ այդ խոսքը վերցնեմ իմ սրտի մեջ եւ դնեմ իմ շուրթերի վրա, ես սկսեմ դրա մասին խոսել, ապա ես գիտեմ, որ Տեր ջան, ամեն բան կփոխվի իմ կյանքում, ամեն բան կփոխվի, եթե վերջի տեղը որ կարդալու եմ երկրորդ օրինաց 30 գլուխ ասում է, 11-րդ խոսքից եմ կարդալու կամ 10-ից, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին եւ պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները, ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով դառնաս դեպի քո Աստված,
Որովհետև այդ պատվիրանը միգուցե քեզ թվում է դժվար, բայց Աստծո խոսքը ասում է դժվար չի, դա քեզ մենակ թվում է։ Դա միայն թվում է ներելը դժվար է։ Դա միայն թվում է սիրելը դժվար է։ Դա միայն թվում է հավատքով քայլելը ջրի վրայով դժվար է։ Միայն թվում է ուղղակի բազմացնելը դժվար է։ Դա միայն թվում է խնդրումը դժվար եւ անհաղթահարելի է։ Ասում է, որովհետեւ այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չի, ասա դժվար չի։ Ինձ համար դժվար չի։ Ինձանից հեռու չի։ Դա երկնքում չի։ Որ ասեմ ով երկինք կելնի իմ համար եւ կբերի ինձ, որպեսի լսեմ ու կատարեմ։ Եվ ծովերի այն կողմում էլ չի, որ ասեմ թե ով կացնի ծովի այն կողմը կբերի իմ համար, որ լսենք նրան եւ անենք։ Ասա այդ խոսքը, Տիրոջ խոսքը, ինձ շատ մոտ է։ Կողքինիդ ասա ինձ շատ մոտ է։ Շատ մոտ է։ Իմ բերանում է եւ իմ սրտում է, որ ես այն կատարեմ։ Հալելույա։ Աստծո խոսքը, որ քեզ ազատել է, որ քեզ փրկել է, որ քեզ բժշկել է, քեզանից հեռու չի։ Դու պետք է ուղղակի դա քո սրտից եւ քո շուրթերով ազատ արձակես։ Ամեն։ Հալելույա։ Տես Աստվածաշունչն ասում, այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարը, կյանքն ու բարին, մահն ու չարը։ Բայց պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Աստծուն եւ ընթանաս նրա ճանապարհներով եւ պահես նրա պատվիրաններն ու նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես եւ բազմանաս ու քո Տեր Աստված քեզ օրհնի հենց այդ երկրում, որտեղ որ գնում ես ժառանգելու։ Գիտես, մենք երբ որ դժվարությանն ենք հանդիպում, մենք ասում ենք որտեղից կգա իմ օրհնությունը, ոնց կարող եմ ես հաղթահարել այս իրավիճակը, դա քեզանից հեռու չի։ Դա երկնքում չի, ոչ էլ ծովերի այն կողմն, Աստված տվել է արդեն դա քեզ։ Աստված տվել է արդեն դա քեզ, ասա ես ունեմ դա։ Գիտես որտեղ է։ Գիտես թե չգիտես։ Հիսուս ասում էր սատանա գրված է։ Գրված է։ Գրված է քո հաղթանակը, գրված է, տված է, կնքված է Հիսուսի արյունով։ Ես ու դու պետք է դժվարությանը տեսնելուց ոչ թե նայենք մեր իրավիճակին եւ վախենանք, այլ նայենք ինչա գրված եւ ասենք դա հեռու չի, դա իմ սրտում է եւ իմ շուրթերի վրա։ Թեկուզ ես տեսնում եմ այդ խնդիրը չլուծված, բայց ես խոսում եմ, ես ընտրում եմ հավատալ Աստծո խոսքին, ոչ թե այն ամենին, ինչ որ իմ աչքերն են ինձ ցույց տալիս։ Ամեն։ Հալելույա, Իսուս։ Շելա բարախաթա լաբասեկաթա։ Անունը քո բարձր է, անունը քո վեր է, անունը քո մեր է ամենից։ Անունը բարձր է Տեր։ Անունը քո վեր է ամենից։ Բոլոր դարերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենից։ Հիսուս, քո խոսքը ամեն իրավիճակից վեր է։ Քո խոսքը ամեն պարագայից վեր է, Տեր։ Թեկուզ մենք նայում ենք մեր կյանքի բնագավառներին ու տեսնում ենք, Տեր ջան, որ խավարը որոշակի հաջողություն է ունեցել, բայց մենք այսօր որոշում ենք կայացնում։ Մենք այսօր քո խոսքը բացացնում ենք մեր կյանքում։ Մենք
ընտրում ենք խոնարհվել քո խոսքի տակ, որովհետև քո խոսքն ասում, որ եթե խոնարհվենք քո ձեռքի տակ, դու մեզ կբարձրացնես։ Դրա համար մենք ընտրում ենք քո խոսքը, մենք հռչակում ենք քո հաղթանակը, եւ մենք ասում ենք քոնն է փառքը, քոնն է զորությունը, քոնն է մեծարանքը։ Հալելույա Հիսուս, մեծարում ենք քեզ։ Հալելույա։ Շիլախան թալամասեյա։ Փառք Աստծուն։ Ես վստահ եմ, եթե քո կյանքի խնդիրները դու ֆիզիկապես սկսես շոշափել, դու ավելի լավ կփառավորես քո Տեր Աստծուն։ Այսինքն կուլտուրական հալելույա, կուլտուրային դեմ չեմ։ Հալելույա, փառք Աստծո, բայց մի քիչ իմ մեջ ապրում է այդ վայրի քրիստոնեական այդ բանը։ Ես սիրում եմ ստանդարտներից դուրս գալ։